Բարև ձեզ։ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,1%-ով։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած ամփոփագրից տեղեկանում ենք, որ մինչ տնտեսության մի շարք ոլորտներում աճ է գրանցվել, արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 18,5%-ով, բացի այդ տարվա առաջին եռամսյակում արտահանումը նվազել է 61,8%, ներմուծումը 47,9%-ով։ Իմ զրուցակիցը տնտեսագետ Աղասիթ Ավադյանն է։ Պարոն Ավադյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեզ ժամանակ տրամադրելու համար։ Արտահանման և ներմուծման ծավալների նման կտրուկ նվազումը ինչով է պայմանավորված։ Նրանով, որ վերջին տարվա ընթացքում գրանցված տնտեսական աճը և արտահանումը հատկապես հիմնականում ձևավորվել էր կարճաժամկետ ցուցանիշների հիման վրա, որոնք տնտեսությունը որոշակի փուչիկ են առաջացրել և արդեն տեսնում ենք, որ այդ փուչիկը թսկում է, այսպես ասած։ Ուրեմն 2024 թվականին գրանցվել է 53% արտահանման աճ, սակայն հիմնականում դա պայմանավորված է եղել ոսկու և ադամանդի վերարտահանման աճով։ Ուրեմն 2024 թվականին գրանցված 13,1 միլիարդ դոլարի արտահանման 62%-ը, նորից կրկնեմ, 62%-ը եղել է ոսկին և ադամանդը, և դա ապահովվել է ընդհանուր արտահանման աճը, իսկ և քողարկել է այլ հիմնական ուղղություններով, հիմնական ապրանքների արտահանման անկումը։ Օրինակի համար դեպի Ռուսաստան 24 թվականին արտահանումը ընկել է 10%-ով, դեպի Եվրամիություն 14%-ով, սակայն քանի որ ոսկու վերարտահանումը այսքան մեծ տեմպերով աճ է արձանագրել, սա քողարկել է ընդհանուր անկումը, և քանի որ արդեն ոսկու վերարտահանումը այդքան մեծ տեմպով չի գնում, արդեն իրավիճակը հետ է գալիս իրականությանը, և մենք տեսնում ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի արտահանման դանդաղում, և եթե այս տեմպերով շարունակվի, 25 թվականի արտահանումը լինելու է մոտ 9 միլիարդ, այսինքն մոտավորապես 30%-ով ավելի ցածր 2024 թվականին։ Նույնն էլ տեսնում ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի մեջ հենց արտադրության հատվածը։ Նշեմ, որ այս ոսկու վերարտահանումը նաև քողարկում էր իրական մեր արտադրությունը, որովհետև արտադրության մեջ և տնտեսական ակտիվության մեջ և հնայի մեջ հիմնականում ոսկին էր, որ ապահովում էր աճը։ Օրինակ, եթե նայենք տնտեսական ակտիվության ինդեքսի մեջ արտադրությունը, ապա մինչև նոյեմբեր մեր մոտ երկնիշ աճ կար, հիմա երկնիշ անկում կա այս պահին, մի քանի ամիս անց ընդամենը։ Օրինակի համար ինձ զանգահարեցին Ռուսաստանից նոյեմբերին, ասեցին ձեր մոտ 17% արտադրության աճ կա ընդհանուր տնտեսական ակտիվության մեջ, ես ասացի, և ավելի շատ էր, քան Ռուսաստանում և այլ պետություններում, ես ասացի կարճաժամկետ երևույթ է, ընդամենը ոսկու վերարտահանումով պայմանավորված, որտեղ ոսկու վերարտահանումը գրանցվում էր որպես արտադրության մեջ, այսինքն մենք ունենք ոսկու վերարտահանման ճակերտների մեջ արտադրություն, և ընդամենը 2 ամսում այդ ցուցանիշը տնտեսական ակտիվության մեջ 17%-ից իջավ 7,7%, և տեսնում ենք, որ այս վերջին 2-3 ամսում արդեն բացասական է աճ գրանցում, որը նշանակում է, որ իրականում մեր արդյունաբերությունը չկա, և ոսկու վերարտահանումն էր քողարկում արդյունաբերական աճը, այսպես ասած։ Նույնն է հնայի աճի մեջ։ Ի սկզբանե, մինչև 2023 թվականը, ընդհանուր արդյունաբերության մեջ մոտ 95%-ը ապահովում էր ոսկու արտադրությունը պայմանավորված ոսկու վերարտահանմամբ։ Հետո այդ հոդվածը քողարկեցի հիմնական մետաղների արդյունաբերության մեջ, նշելով, որ տեղափոխվում է, և սկսեց ապահովել արտադրության մոտ 90%-ը աճը հենց այդ հոդվածը։ Հիմա ոսկու վերարտահանումը այդքան մեծ տեմպերով չկա, դանդաղել է, և մենք տեսնում ենք և արտահանման կրճատում, և ներմուծման կրճատում, ինչպես նաև տնտեսական ակտիվության ցուցանիշի կրճատում, այսինքն այս ուռճացված փուչիկը, որը կարճաժամկետ անցավ Հայաստանի Հանրապետությունում և գնաց, արդեն իջիկս է լինում։ Կխնդրեմ անդրադառնանք պատճառներին, թե ինչու է դադարել ոսկու վերարտահանումը Հայաստանի տարածքով։ Ուրեմն տեսեք, Ռուսաստանի վրա այս պահին կիրառված էր ավելի քան 24,000 պատժամիջոց, որոնցից հիմնականում ֆինանսական բնույթ, և այդ ֆինանսական բնույթի պատժամիջոցների
այսպես ասած շրջանցման ճանապարհով նաև սկսեց ոսկու վերարտահանումը։ Նշեմ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է եղել արտաքին գործոններով, սա հստակ պետք է մենք հասկանանք։ 22 թվականի տնտեսական աճը պայմանավորված է եղել Ռուսաստանից բավականին մեծ քանակությամբ աշխատուժի, ինչպես նաև կապիտալի արտահոսքով։ Նշեմ, որ 22 թվականի 12.6% տնտեսական աճի գրեթե կեսը պայմանավորված է եղել բանկային համակարգի եւ ՏՏ ոլորտի աճով, այսինքն հենց դա պայմանավորված է եղել կապիտալի եւ աշխատուժի արտահոսքով, էլ չեմ խոսում այլ ճյուղերի մասին, որոնք այսպես ասած աճ արձանագրեցին այդ շրջանում։ 23 թվականի կեսից մինչև 24 թվականի կեսերը մեր տնտեսական աճը պայմանավորված է եղել էլեկտրիկից եկող երկրորդ կարճաժամկետ գործոնով, դա ոսկու վերարտահանումը 24 թվականի կեսից դադարեց այդքան մեծ տեմպով, եւ մենք արդեն տեսնում ենք տնտեսական ցուցանիշների անկում։ Ինչու սկսեց ոսկու վերարտահանումը։ Այն սկսեց մեծ ուժով 23 թվականի նոյեմբերին, երբ որ բավականին մեծ տոննաներով միլիարդների մասին է խոսքը ոսկի սկսեց հոսել Հայաստանի Հանրապետությանը եւ իր պիկային կետին Ռուսաստանից դուրս եկող ոսկու 90% անցնում էր Հայաստանի Հանրապետությունով, սա անցնում էր մի քանի հոգու գրպաններով եւ ի տարբերություն առաջին ալիքի 22 թվականին, այսօր կապիտալ եւ մարդկանց աշխատուժի արտահոսքը, որ ամբողջ տնտեսության վրա դրական անդրադարձավ, սա հիմնականում դրական անդրադարձավ 1-2 հոգու գրպանին։ Նշեմ, որ ինչի համար հենց անցավ Հայաստանի Հանրապետությունը, առաջինը Հայաստանը ԵԱՏՄ անդամպետությունը եւ ապրանքներ եւ ծառայություններ առանց մաքսատուրք Հայաստանի Հանրապետությունով ԵԱՏՄ տարածքով պիտի անցնեն։ Այդ ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը, բացի նրանից, որ պատժամիջոցների տակ էր, ինքն իր վրա դրեց ոսկու արտահանման մաքսատուրք, որը չէր տարածվում ԵԱՏՄ երկրների վրա, այդ իսկ պատճառով որոշակի ԵԱՏՄ երկրներով պիտի ընտրվեր, որ այդ ամենը պիտի անցներ, ընտրվեց Հայաստանի Հանրապետությունը որոշակի պատճառներով, հանգամանքներով, նաև այն հանգամանքով, որ մենք, այսպես ասած, եւ փորձում ենք լավ լինել Ռուսաստանի եւ Արևմուտքի հետ, այդ Ռուսաստանից մեծ քանակությամբ ոսկին եկավացավ Հայաստանի Հանրապետությունը, հետո 2024 թվականի մայիսին այդ մաքսատուրքը հանվեց եւ արդեն իսկ իմաստ չուներ Հայաստանի Հանրապետությունը այդ ոսկու մեծ ծավալը վերարտահանել, ուղիղ սկսեց արտահանվել Էմիրություններ եւ մեծ Չինաստան, Հայաստանի Հանրապետություն գալով եւ արպես արդեն իրական պատկերը բացահայտվում է, որ սա ընդհանրապես կարճաժամկետ փուչիկ էր, որը ապահովում էր մեր տնտեսական, ֆինանսական եւ արտահանման ցուցանիշների ուռճացված աճը։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես եմ շնորհակալ։